ամենաշատ կրկնվող հարցը այսօր ինչ է ընդհանրապես մթերման կայանը, մեր տնտեսական քայլերից 4-րդը։ Ինչպես է աշխատելու եւ գյուղացու կյանքը ընդհանրապես ինչպես է փոխելու մթերման կայանը։ Ներկայացնեմ։ Պատկերացրեք դուք կարտոֆիլ եք աճացնում, սիրելի գյուղացիներ, դուք ունեք կարտոֆիլի ցանկատարածություններ եւ այս տարվա սկիզբն է դուք որոշում եք թե ինչպես ինչ անեք։ Տարվա սկզբից դուք մթերման կայանի հետ հնարավորություն եք ունենալու կնքեք պայմանագիր։ Եվ մթերման կայանը ձեզ ասելու է օրինակ, որ 200 դրամով հոկտեմբերին ձեզանից գնելու է կարտոֆիլ։ Դուք բացի դրանից նա տրամադրելու է ձեզ պարարտանյութ, որի համար դուք չեք վճարելու։ Պարարտանյութի դիմաց դուք փակվելու եք բերքով։ Ինչպես նաև տալու է էժան դիզել, որ դուք կարողանաք ցանկատարածությունների վրա ավելի մատչելի գործ անեք։ Այդ ժամանակահատվածում բանկերը տեսնելով, որ դուք արդեն վաճառքի տեղ ունեք, ձեզ ոչ թե 15, 18, 20%-ով են վարկ տալու, այլ շատ ավելի էժան գնով են վարկ տալու։ Գյուղատնտեսական վարկ, որովհետև բանկի համար ռիսկը իջնում է, քանի որ գնորդ կա։ Եվ ամբողջ տարվա ընթացքում աշխատանքները տանելուց հետո տարվա վերջում արդեն, երբ որ դուք վաճառեք, մթերման արդեն բերքը լինի, մթերման կայանից կգան, մթերում կանեն եւ 7-ից 10 օրվա ընթացքում դուք ձեր հաշվին կստանաք գումարը։ Արդեն մթերքի վաճառքի հետ կապված։ Չի լինի այն գլխացավանքները, որ հիմա կա, մանգալ վաճառքի համար նոր գործընկերներ բերքը տանը լինի կամ հավաքած լինի չիմանաք թե ուր վաճառեք, նաև չի լինի խնդիր, որ մեծ վարկեր վերցնեք մեծ տոկոսներով, որովհետև արդեն եթե անգամ վարկերի կարիք լինի, տոկոսները ցածր կլինեն, իսկ պարարտանյութի դեպքում վարկի կամ դիզելի դեպքում վարկի կարիք էլ չի լինի, քանի որ մթերման կայանը ձեզ կվճարի, ձեզ կտա դիզելն էլ, պարարտանյութն էլ, դրա դիմաց դուք կփակվեք արդեն բերքով։ Սա հեղափոխական փոփոխություն է բերելու գյուղերում, ու սա մեր քայլերի ամենաառանցքային քայլերից մեկն է գյուղերում։ Շնորհակալ եմ։